Ինչպես ամեն 5 շաբթի, այս 5 շաբթի ևս կառավարության դիմաց մարդաշատ է։ Բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այստեղ են նաև նայիրիցիները, հիշեցնեմ, նրանք պահանջում են գործարանի վերագործարկում, ինչպես նաև աշխատավարձերի տույժ տուգանքների վճարում։ Հիմա խոսենք նայիրիցիների հետ, պարզելու համար, թե նոր վարչապետից ինչ ակնկալիքներ ունեն։ Կառավարության դիմաց այսօր ինչ ակնկալիքներով եք եկել եւ նաև արդեն իսկ Կարեն Կարապետյանը նայիրիտի վերաբերյալ խոսել է, իր խոսքը ձեզ համար ինչ նշանակություն ունեցավ, ինչ հասկացաք, նա պատրաստ է քայլեր, միջոցներ ձեռնարկել նայիրիտի վերագործարկման համար։ Ուրեմն մենք երկու շաբթի օրը դիմում ենք ներկայացրել կառավարության նամակների բաժին եւ ակնկալում ենք նորանշանակ վարչապետի հետ հանդիպում։ Նաև ես քանի որ Կարեն Կարապետյանը առաջին օրն էր մասնակցում կառավարություն ազգային ժողով հարցու պատասխանին եւ այդպես ինձ թվում է դեռ հարցի մեջ լրիվ չմտած պատասխաններ։ Խոսքը հիմնականում ներդրողներին էր ուղղված։ Եվ քանի որ մենք գիտենք, որ ներդրողներ կան, մարդիկ մեր մասնագետների տված ծրագրին հավանություն են տվել եւ պատրաստ են ներդրում անելու։ Մենք ուզում ենք խնդրել, հանդիպենք Կարեն Կարապետյանի հետ եւ խնդրենք, որ անպայման ներդրողներին ընդունի, շահավետ պայմաններ առաջարկի նայիրիտ գործարանը վերագործարկելու համար։ Ներդրողները կոնկրետ առաջարկներով էին հանդես եկել, այդ առաջարկները կարծես թե նախորդ վարչապետի կողմից անտեսվեցին, հա։ Ուրեմն նախորդ վարչապետի կողմից նշանակվել էր հանդիպում, իրենք պետք է սեպտեմբերի 13-ին, եթե չեմ սխալվում 13-ին, ժամը 12-ին վարչապետի հետ հանդիպում ունենային, բայց քանի որ վարչապետը հրաժարական տվեց մինչև 13-ը, պարոն Դավիթ Հարությունյանը, մենք ունենք այդ նամակները, պարոն Դավիթ Հարությունյանը զանգահարել էր հոլդինգի նախագահին եւ խնդրել, որ հանդիպումը պետք է հետաձգվի։ Դրա համար հետաձգվեց հանդիպումը։ Մենք չգիտեինք ինչ կաներ Հովիկ Աբրահամյանը, կընդուներ այդ ներդրողներին եւ ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերեին, բայց եղավ այն ինչ եղավ, ինքը հրաժարական տվեց։ Նաև նախարարն է փոխվել, հա, էներգետիկայի եւ բնական պաշարների, այս մասով ինչ կասեք, այսինքն այն պայմանավորվածությունները, որով կանխավ ձեռք էին բերվել, այլևս ուժի մեջ չեն։ Գիտեք, ասեմ, ուրեմն էներգետիկայի եւ բնական ցավոք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը շատ արագ են նախարարներ են փոխվում եւ դա մեր ոնց որ մեզ համար շատ վատ անդրադարձ է ունենում նայիրիտ գործարանի վերագործարկման, որովհետև երբ որ գնում ենք, դիմում ենք իրեն, մեզ ասում են թույլ տվեք գոնե 2 ամիս հարցին ծանոթանանք եւ հետո կկարողանանք ձեզ ինչ-որ պատասխան տալ։ Յոլյանն էլ էր մեզ այդպես ասել, երբ որ մենք դիմեցինք իրեն, որ պարոն նախարար, ինչ կարծիք եք, ինքը ասեց թույլ տվեք ես հարցին ծանոթանամ։ Հարցին այնքան ծանոթացավ, մինչև ծանոթացավ 6 ամիս, հետո ինքն էլ իր աթոռին հրաժարական տվեց։ Հիմա մենք միայն ակնկալում ենք վարչապետի հետ հանդիպում, վարչապետի հետ կարողանանք ինչ-որ հարց լուծել։ Նայիրիտը ունի պոտենցիալ, նայիրիտը ուղղակի պետք է նայիրիտին տալ հնարավորություն։ Ախր գիտեք, պոտենցիալը շատ մեծ հասկացողություն է, ներդրում պետք է արվի։ Մենք ունենք մասնագետներ, որ մասնագետները տարիների ընթացքում ախր մարդիկ առողջական խնդիրներ ունեն, մարդիկ վերանում են, ախր այդ մասնագետները պետք է երիտասարդները ընդունեն, մասնագետները սովորեցնեն, այդ պոտենցիալն էլ է մարում, վերջապես մեր սարքավորումներն էլ են ախր այնտեղ մարում։ Ես հասկանում եմ, պարոն Կարապետյանը նշում է, որ պետք է անպայման ամեն հարցը դիագնոստիկա անել, ամեն հարցը ոչ թե հենց նայիրը դիագնոստիկա անել, նոր հետո վճիռ կայացնել։ Ես կարծում եմ, որ դիագնոստիկա 5 տարի արդեն նայիրիտին դիագնոստիկա են անում։ Իսեր ասո, նայիրիտը ունի ձեռքեր, նայիրիտը ունի ոտքեր, նայիրիտի սիրտը աշխատում է։ Տվեք մեր գլուխը, դնենք այդ ձեռքերի ու ոտքերի վրա, իսեր ասո 3000 մարդ, երեք նշում ենք մենք մեր հանրապետության 25-ամյակն ենք։ Ինչ տվեց մեզ այս անկախ հանրապետություն։
հաջողությունը։ Ինչ տվեց։ Մարդիկ ճանապարհ բացվեց, բոլորը քոչում են, գնում են, սովամահ է լինում ժողովուրդը։ Ինչի մասին է խոսքը։ Տվեք, իսեր ասում, մեր գլուխը, մենք պահանջում ենք տվեք Նայիրիտի գլուխը։ Դնենք Նայիրիտի վրա։ Ունենք մասնագետներ, ունենք սարքավորումներ, ամեն ինչ ունենք։ Սիրտն է աշխատում, հասկանում եք, կարևորը որ աշխատում է Նայիրիտի սիրտը։ Ինչքան կարելի է մենք դարել ենք քոչվոր, բոշաների նման գալիս։ Մենք այդ մարդը չենք, Նայիրիցին աշխատող է, արարող է, Նայիրիցին ստեղծող է, Նայիրիցին 1000 տոննա կաուչուկ արտադրող է ամսական։ Ինչքան կարելի է, սարքել են մեզ բոշաներ, գցել են այս փողոցները, 5 տարի դարձել ենք այս վիճակում։ Ինչի համար։ Իսեր ասո, ուզում ենք ապրել, ուզում ենք աշխատել, արարել, լավ ապրել, երեխաներ պահել, թոռներ պահել։ Վերջապես ամեն 5 շաբթի օրը ժամը 11-ին ռոբոտի նման հավաքվում ենք։ Ունենք, կա, պոտենցիալ կա։ Նայիրիտում կան այդ սարքավորումները, բայց ժամանատարին տարվա վրա դրանք փչանում են, վերանում են, ներդրում, անպայման ներդրում, նորից վերագործարկում։ Ինչքան կարելի, դուք էլ եք մեղ, մենք էլ ենք մեղ, կարծես խելագարվում ենք։ Անգամ ես գտնում եմ, եթե բերել լինի, սա ոչ միայն տնտեսական արժեք է, այլ սա ազգային արժեք է Նայիրիտը։ Ամեն գնով պետք է փրկել Նայիրիտը եւ աշխատեցնել Նայիրիտը։ Նայիրիտը երբեք բեր չի կարող լինել։ Նայիրիտը մի ամբողջ հանրապետություն է պահել ժամանակին։ Այսինքն ձեզ եթե քաղաքական կամք լինի վերագործարկումը հնարավոր է եւ բեռը չի լինի։ Վերագործարկել եւ բեր չի լինի Նայիրիտը երբեք։